Բարև ձեզ, հարգելի բարեկամներ։ Այսօր ես երկարատև դադարից հետո որոշել եմ ձեզ հետ զրուցել մի թեմայի շուրջ, որը ինձ հանգիստ չի տալիս արդեն 40 տարուց ավելի։ Այն շատ երկար է, վիճելի եւ ոչ բոլորի համար ընդունելի։ Այդ իսկ պատճառով ես այն կբաժանեմ երկու մասի եւ դուք այն կդիտեք ըստ ձեր ժամանակի հարմարության եւ ցանկության։ Ես ծնվել եմ Երևանում, թե հորական, թե մորական կողմից իմ պապերն ու տատերը ջարդից Մազապուրց Հայաստան, Արևելյան Հայաստան հասան ջարդից հետո։ Հորս կողմից Կարսեցին, մորս կողմից Բաղեշ Բիթլիսից եւ Ալաշկերտից։ Նրանք իրենց ամբողջ կյանքում իրենց սրտում կրեցին կորսրած հայրենիքի երկրի կսկիծը։ Այդ ցավը հասկանալու եւ նրանց ցավը հասկանալու եւ նրանց կորսած երկրին ծանոթանալու նպատակով ես փորձեցի խորանալ մեր ժողովրդի պատմության եւ մշակույթի մեջ։ Աստիճանաբար իմ առ ծառացավ այն դժվարամատչելի հարցը, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Եվ վերջապես հարցերի հարցը, թե երբ է առաջացել հայ ժողովուրդը եւ ինչպես։ Այս հարցը հավանաբար հուզել է հազարավոր հայերի դարերի ընթացքում։ Դրա պատասխանը գտնելու համար մեկ կյանքը բավարար չէ, բայց պիտի խորանամ այս առեղծվածի մեջ որքան հնարավոր է։ Այստեղ ես պարտավոր եմ նշել, որի որոնումների սկզբում ես օգտվել եմ բազմաթիվ հայ եւ օտարազգի պատմաբանների գործերից։ Նրանք շատ են եւ բոլորի անունները նշել չեմ կարող, բայց ես հոգաչափ շնորհակալ եմ նրանց իրենց կատարած ազգափրճիչ գործունեության համար։ Նշեմ միայն նրանցից մի քանիսի անունները։ Հայազգի պատմաբաններից, որոնք իհարկե շատ ավելի հայտնի են եւ տարիքով, սկսենք Մովսես Խոյնացուց, հետո Ղևոն Դալիշյան, Մարտիրոս Քավուկյան, ԱՄՆ-ում ես շատ բան եմ սովորել արևմտահայ Իրանահայ ցակումով պատմաբան Հովիկ Ներսիսյանից, Արմեն Խանջյանից, Տիկին Սեդաջերյանից, Հայաստանից մեր լավագույն պատմաբաններից պիտի նշեմ ընդամենը 3-4-ի անունը, Արտակ Մովսիսյան, Արմեն Դավթյան, Համլետ Դավթյան եւ իհարկե Ամերիկայում բնակվող իմ լավ բարեկամ Վարուժ Ներսիսյան։ Սրանք հայազգիները, իսկ օտարազգիների մեջ մի քանիսի անուններ են նշեմ, որ շատ հետագայում գրքերն էլ ցույց կտամ, կծանոթանաք նրանց հետ։ Ուրեմն շատ մեծ գործ է կատարել այս թեմայի մեջ, որի մասին պիտի խոսեմ, ամերիկացի եգիպտագետ եւ հնագույն քաղաքակրթությունների մասնագետ Ջան Անթոնի Վեսթը, Ռոբերտ Վովալը եգիպտացի, Գրահամ Հանքոքը անգլիացի, Էդրու Քալենսը անգլիացի, Էդգար Քեսինգի տեք պայծառատես եղել ամերիկացիների մասին առանձին խոսեմ, Էդվարդ Հոքինս, որը հոկեբան կրոնական գործերի, այսպես ասեմ, թեոսոֆիստ մասնագետ է, շատ եմ օգտվել ժամանակին Զաքարիա Սիչինի գործերից, կա հիմա նոր հայտնվել մի շատ լավ մարդ, որը չնայած իր իսկական մասնագիտությամբ անգլիական եկեղեցու դիկն է, քահանա է, Փոլ Ուոլիս, բայց շատ մեծ գործ է ուզում կատարել այս գործի մեջ։ Վերջերս շատ հայտնի է դարձել Մաթյու Լակրոյ անունով մի երիտասարդ ամերիկացի հետազոտող։ Ժամանակին հետաքրությամբ կարդացել եմ բանի Սամուել Նոա Քրեյմերի գրքերը, որը հայտնի շումերագետ էր 50-60-ական թվականներին։ Մեծ գործ է արել հայագիտության մեջ ուղղակի կամ անուղղակի անգլիացի O.R. Gurney-ն հիթիթների հաթերի խեթերի այսպես կոչված մասին բավական գրքեր ունի գրված, Ջոհաննես Լեյմանը գերմանացի, անգլիացի Թրևոր Բրայսը, սրանք մարդիկ են, որոնք մեծ ավանդ ունեն մեր շրջանը, աշխարհի մեր հատվածը ուսումնասիրություններ կատարելու գործում։ Ուղղակի կամ անուղղակի շատ մեծ գործ են կատարել մեր գործը առաջ տանելու իմաստով։ Ուրեմն սկսելուց առաջ կուզենայի անպայման նշել, որ խորհրդային տարիներին հայ ժողովրդի պատմությունը Մոսկվայի հրամանով դիտավորյալ կեղծվում էր, աղճատված, ստորադասված, պետական գաղափարախոսությանը հարմարված եւ սկսվում էր ընդամենը մեր թվականությունից առաջ 6-րդ դարից, իսկ Ուրարտու պետությունն էլ
հայկական չէր, իբր հայերը եկել էին ու արտուն գրավել էին։ Իսկ պատմաբան Մովսես Խորենացուն էլ հայտարարել էին 7-րդ դարի պատմագիր։ Այս կեղծ եւ բացահայտորեն հակահայ թեզը իրենց համար դրոշակ էին դարձրել բոլոր հայ եւ հայատյաց եւ կաշառված օտարազգի վայ պատմաբանները։ Այսօր ես այդ հարցին պետք է մոտենամ բոլորովին այլ տեսանկյունից։ Սկսենք նրանից, որ մարդկությունը այսօր հասել է մի հանգրվանի, որ թվում է թե բոլորը կռվում են իրար հետ, վիճում են իրարից հողեր են գրավում, իրար սպանում են, թվում է թե աշխարհը հիմնովի շուռ է եկել, բայց իրականում աշխարհը ընթանում է իր բնականոն հունով անցած գոնե 10,500 տարիների ընթացքում։ Փոխվել է միայն մարդկանց գիտակցությունը։ Մեր այսօրվա իրականությունը հասկանալու համար մենք պարտավոր ենք ետ նայել եւ փորձել տեսնել, թե մենք ինչ ճամփա ենք անցել, փորձենք հնարավորինս մոտենալ մեր ակունքներին։ Այս նպատակով ես որոշեցի ետ գնալ որքան հնարավոր է եւ այնտեղից սկսած նորից գալ դեպի մեր ներկան, բայց արդեն երկուհարտության մեջ, թե նյութական, թե հոգեվոր, տիեզերական։ Այս նյութը ուսումնասիրելով մենք չգիտեմ որքան հեռու կգնանք, բայց պիտի աշխատենք հասկանալ որքան հնարավոր է։ Որքանով այն ինձ կհաջողվի, դուք լինեք դատավորը։ Եվ այսպես իմ որոնումները սկսվեցին նյութական աշխարհում փաստեր փնտրելով։ Սկսեցի կարդալ հայ ժողովրդի պատմությունը, այնուհետև մի քանի անգամ ճամփորդեցի Արևմտյան Հայաստան, քայլեցի հայկական Տավրոսի լեռներով, եղավ Ասպուրականում եւ Տարունում, տեսա անհաշիվ ավերված պատմական հուշարձաններ։ 1985 թվականին Տավրոսի լեռներից իջնելուց հետո Ամերիկայից գնացած մի փոքր խմբով, որ նպատակ ունենք գնալ Արարատ բարձրանալ, այդ փոքրիկ խմբով մենք Տավրոսի լեռներից իջնելուց մի գյուղի մոտ գտերին մի գետնափոր քաղաք, որ կոչվում էր Կայմակլի, մեզ տարան եւ մենք իջանք այդ քաղաքի մեջ, որ 8 հարկանի էր եւ իհարկե տպավորությունը ցնցող էր։ Այն հայտնաբերել էին ընդամենը մի քանի տարի առաջ, բայց դրանից հետո պարզվեց, որ եւս 20-25 նման կացարաններ են հայտնաբերել այդ 85 թվականից հետո։ Ես հետո իհարկե ծանոթացա այս թեմաներով զբաղվող մի շարք օտարազգային մասնագետների հետ։ 2000 թվականից հետո Գլեննելի հայկական հեռուստաժամերով վարեցի 600-ից ավել հաղորդումներ եւ հարցազրույցներ նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։ Դե իհարկե ամեն հաղորդումից հետո մի նոր բան է սովորում։ Ես աշխատում եի որքան հնարավոր է այնպիսի մարդկանց հրավիրել, որոնցից մենք թե ես, թե մեր ժողովուրդը, թե լսողները ինչ-որ մի նոր բան սովորեին։ Այդ ընթացքում ես փորձեցի ուսումնասիրել այն տեղեկությունները, որ տալիս էին օտարազգի գիտնականները, արեգակնային համակարգի, կենդանակերպի, այսպես կոչված զոդիակի եւ տիեզերքի մեզ հայտնի աշխատանքի մասին ընդհանրապես։ Եվ փորձեք այլ կապել մեր ծագումի հետ, այլ էր նպատակը։ Հարգելի բարեկամներ, հիմա թույլ տվեք ձեզ հետ ճամփորդել դեպի հայ ժողովրդի եւ մարդկության ծագման, զարգացման մեզ հայտնի եւ անհայտ սկզբնական շրջանը։ Սկսենք նրանից, որ մեզ հասած բոլոր աշխարհիկ եւ հոգեվոր գրքերում եւ հիշողություններում նշվում է մի փաստ, որը կասկածի տեղիք չի թողնում։ Ըստ այդ տեղեկությունների ներկայիս մարդկային քաղաքակրթությունը, շեշտում եմ ներկայիս, վերսկսվել է համաշխարհային ջրհեղեղի աղետից հետո։ Շեշտում եմ, վերսկսվել է։ Տարիների ընթացքում ես բազմաթիվ գրքեր էի կարդացել ջրհեղեղի եւ Նոյան տապանի մասին։ Վերջապես 1986 թվականի օգոստոսի 4-ին ինձ հաջողվեց իմ ընկերոջ եւ նրա որդու հետ մագլցել Արարատ լեռան գագաթը։ Նրանք էին Մասիս եւ Գրիգոր Բարսեղյանները։ Իհարկե տպավորությունը բառերով բացատրել հնարավոր չէ։ Ես պետք է փորձեմ ձեզ փոխանցել աշխարհարչակ քաղաքագործիչ, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, դիվանագետ եւ հին Հռոմի օրենքի մասնագետ, դիվանագետ մեծագույն հայասեր Ջեյմս Բրայսի խոսքերը։ Նա մագլցել է Արարատ լեռը 1876 թվականին, 160 տարի, 50 տարի առաջ։ Անգլիա վերադառնալուց հետո նա գրել է Transcaucasia եւ անգլերենով Transcaucasia and Ararat, գիրքը անգլերենով, գիրքը հետևյալն է։ Հուսով եմ լավ երևում է, ովքեր կհետաքրվեն կարող են գնել այս գիրքը եւ կարդալ ուսումնասիրել։ Լինելով հզոր պատմաբան եւ քաղաքագետ, նա շատ լավ էր հասկացել Հայաստանի դերն ու արժեքը պատմության մեջ։
Մեջբերում եմ նրա գրքից, կարդում եմ նրա գրածը, ասում է. Արարատից ներքև նայելիս թվում է, թե մեկ հայացքով կարելի է տեսնել ողջ մարդկության օրրանը։ Միջագետքից հարավ միջագետքը հարավից, Կովկասյան լեռները հյուսիսից կազմել են նրա բնական սահմանները հազարավոր տարիներ։ Իրապես այստեղ էր, որ մարդը իր առաջին քայլերը կատարեց այդ մոլորակի վրա։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես մարդկությունը բազմանալով տարածվեց այս սրբազան լեռնաշխարհից իջնելով մեծ գետերի հոսանքով դեպի Սեպծով, դեպի Կասպից ծով եւ դեպի հարավ, դեպի հարավային օվկիանոսի ափերը։ Նա նշում է հարավային օվկիանոս։ Լեռան ստորոտին սփռված է Արաքս գետի դաշտավայրը, որտեղ գտնվում է Արտաշատ քաղաքի ավերակները։ Ահա այստեղ էր, որ մարդկությունը փրկվեց ջրհեղեղից, ապրեց, աշխատեց, մահացավ այս հողի վրա, հարյուրավոր թագավորություններ եկան ու գնացին, կառուցեցին քաղաքներ եւ պալատներ, պայքարեցին քաղաքակրթության առաջընթացի համար, ընդդեմ բարբարոս հորդաների։ Ջեյմս Բրայս 1876 թիվ։ Ուրեմն ջրհեղեղի պատմությունը շատ խոր հետք է թողել Միջագետքի եւ Փոքր Ասիայի ժողովուրդների վրա, հատկապես Աստվածաշնչի շնորհիվ քրիստոնյա ժողովուրդների վրա։ Բայց այսօր իմ նպատակն է շատ ավելի հեռու գնալ, հենվելով գոյություն ունեցող փաստերի վրա, խոսել այն ամենի մասին, ինչ հավանաբար տեղի ունեցել մինչև ջրհեղեղը, եւ հետո կփորձեմ կենտրոնանալ ջրհեղեղի պատճառների եւ հետևանքների վրա, եւ աստիճանաբար կիջնենք դեպի հայկական լեռնաշխարհ, կփորձենք հետևել հայ ժողովրդի կազմավորմանը եւ մարդկային այդ տեսակի թողած հետքին ժամանակակից քաղաքակրթության վրա։ Այսօրվա հնագետներն ու այլ մարզերի գիտնականները հնագույն ժողովուրդների թողած գործերին նայում են իրենց այսօրվա չափանիշներով։ Նրանք չեն կարողանում կամ չեն ուզում հրաժարվել ներկա ժամանակներին հատուկ երեք հարթության մեջ մտածելու սովորությունից։ Նրանք ամեն ինչ աշխատում են հարմարեցնել իրենց չափանիշներին։ Հնագույն անհետացած պատմությամբ զբաղվող արևմտյան գիտնականների մի զգալի մասը գտնում է, որ մեր ժամանակակից քաղաքակրթությունը այս մոլորակի վրա գոյություն ունեցած 4-րդ կամ նույնիսկ 5-րդն է։ Հարց է ծագում, իսկ նրանց հետ ինչ է պատահել։ Սկսենք նրանից, որ այս մոլորակի վրա կան անհաշիվ հնագույն կառույցներ, որոնց հեղինակները անհետ կորել են։ Հնագետները գլուխ են կոտրում հասկանալու համար, թե դրանք ինչու են կառուցվել եւ ինչպես, եւ ինչու են այդ կառուցողները հեռացել։ Այն, որ գիտնականները զբաղվում են նման հարցերով, բնական է։ Իսկ ինչն է ստիպում ինձ այսքան ժամանակ հատկացնել նմանատիպ երևույթները հասկանալու համար։ Բայց ինչպես ասում են, սկսենք սկզբից։ Իմ հետաքրքրությունը այս թեմայով սկսվեց այն ժամանակ, երբ ես Երևանում 1971 թվականին տեսա մի ֆիլմ, որը նկարահանված էր շվեյցարացի գրող եւ հետազոտող Էրիխ ֆոն Դենիկենի Chariots of the Gods գրքի հիման վրա։ Ռուսները այն թարգմանել էին Վասպոմինանիա будущем այդ ֆիլմը։ Ֆիլմը իհարկե Երևանում ցուցադրվեց, այն ցնցիչ էր։ Ահա, Էրիխ ֆոն Դենիկենի գիրքը։ Այսպես պահեմ, որ լավ տեսնեք։ 73 թվականին ես տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ մշտական բնակության։ 78 թվականին պատահաբար ես այդ գիրքը տեսա գրախանութում, գնեցի եւ այն կարդալուց հետո խորացա այդ թեմայի մեջ եւ բազմաթիվ նմանատիպ գրքեր կարդալուց հետո մասնակցեցի բազմաթիվ գիտաժողովների եւ հասկացա, որ մեր ազգի անցյալն ու ապագան անկախտելիորեն կապված են ամբողջ աշխարհի մարդկության անցյալի եւ ներկայի հետ։ Ուրեմն մեր բաժինը հասկանալու համար պարտավոր ենք ուսումնասիրել ամբողջ մարդկության ծագումն ու զարգացումը։ Գրեթե բոլոր ուսումնասիրողները պնդում են, որ այսօրվա քաղաքակրթությունը ծագել եւ զարգացել է երկիր մոլորակի 6 տարբեր շրջաններում՝ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկա, Միջագետք, Փոքր Ասիա, Եգիպտոս, Չինաստան, Հնդկաստան, Եվրոպա եւ Հնդկաչին։ Բոլոր այս տարածքները ունեցել են բավականին տարբեր մշակույթ, կառուցման եղանակներ, նպատակներ, քաղաքներ, տաճարներ եւ պաշտամունքային համակարգեր։ Ինչպես նշեցի, վերջին 200 տարիների ընթացքում պարզվել է մի պատկեր,
որ անցյալում այս մոլորակի վրա ապրող ամենատարբեր էակներից ըստ ամենալուրջ հետազոտությունների մոտ 250,000-ից 300,000 տարի առաջ ստացել են մի բանական էակ և կոչել են Homo sapiens։ Նրանց հետ զուգահեռ ապրել են նաև շատ ավելի բարձր գիտելիքով և բանականությամբ օժտված էակներ, որոնք հավանաբար կառուցվել են մեզ համար անհասկանալի դժվարության, բարդության և նշանակության շինությունները Եգիպտոսում, Միջագետքում, Փոքր Ասիայի տարածքում, գետնավոր քաղաքներ, Բալբեկը Լիբանանում, Պերուի Մաչու Պիչուն և այլ շինություններ Կենտրոնական Ամերիկայում, Հնդկաստանում, Չինաստանում և Հնդկաչինում։ Նրանց մասին հիշողությունները մեզ համար անհայտ ճանապարհով հավանաբար հասել են իռլանդացի գրող Ջոնաթան Սվիֆտին և ֆրանսիացի գրող Ժուլ Վերնին նյութ դառնալով նրանց արկածային վեպերի համար։ Այս և նմանատիպ այլ չլուծված և չպարզաբանված հարցերին պատասխաններ են փնտրում աշխարհի հարյուրավոր լեզվաբաններ, պատմաբաններ և հնագետներ, աստղագետներ, պայծառատեսներ և ուրիշ մասնագիտությունների տեր մարդիկ։ Նրանք բաժանվել են կոպիտ ասած երկու խմբի։ Պաշտոնական ճակերտավոր ակադեմիան մի կողմում է, այն պաշտպանում է մինչև օրս ընդունված պաշտոնական տեսակետը, այն է, աշխարհը 6-7 հազար տարի առաջ է ստեղծվել, Եգիպտոսի բուրգերը 4-4.5 հազար տարեկան են, կենտրոնական և հարավային Ամերիկայի հնագույն քաղաքները 1000-1500-2000 ամենաշատը տարեկան են, և նախկինում եղածների մասին հիշողություններն էլ առասպելներ են։ Մարդկությունն էլ Աստված ստեղծել է 7000 տարի առաջ, 6 օր աշխատել և մի օր հանգստացել։ Բայց նրանց հետ չհամաձայնվող կողմը փորձում է բացատրել բոլոր մինչ այդ չբացահայտված երևույթները, որոնք մեզ տանում են պաշտոնապես ընդունված ջրեղեղից շատ և շատ հեռու։ Անձամբ ես համամիտ եմ այս երկրորդ խմբի հետ և հիմա ձեզ կբերեմ անթիվ փաստեր այդ տեսակետի օգտին։ Այսօր ես իմ զրույցը ձեզ հետ բաժանել եմ երկու մասի, առաջին մասում ես կխոսեմ այն երևույթների մասին, որոնք տեղի են ունեցել մեզ հայտնի համաշխարհային ջրեղեղից շատ առաջ։ Երկրորդ մասում կխոսեմ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել երկրագնդի հետ, որի հետևանքով առաջացել է այդ ահավոր ջրեղեղը, այնուհետև կխոսեմ այդ աղետի հետևանքների և վերջին մարդկային քաղաքակրթության վերածննդի և զարգացման մասին, որը սկսվել է հայկական լեռնաշխարհից։ Եվ սա հիմա ասում են արդեն շատ շատերը, ես չեմ ասում։ Սկսենք այն շրջաններից, որտեղ չափազանց շատ են հնագույն քաղաքակրթությունների հետքերը։ Դրանք են կենտրոնական հարավային Ամերիկաները, Խաղաղ օվկիանոսի տարածքում պահպանված որոշ կառույցներ, Զատիկի կղզին, Ատլանտիս կորած կղզի երկիրը, Անտարկտիկա, Հարավային Բևեռ, Եգիպտոս, Մեծ Հայք, Հայկական լեռնաշխարհ, Միջագետք, Փոքր Ասիա։ Այսուհետև կհասնենք երկիր մոլորակի հետ պատահած աղետին, որի հետևանքով առաջացել է համաշխարհային ջրեղեղը։ Սկսենք Հյուսիսային Ամերիկայից։ Կանադայի Յուքոն տերիտորիի տարածքում Bluefish կոչվող գետի ափին քարանձավի մեջ հետազոտողները գտել են մարդկային ոսկորներ, որոնք բազմաթիվ ստուգումներից հետո համարվել են 20-ից 25 հազար տարի առաջ ապրած մարդկանց ոսկորներ։ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում կան բազմաթիվ հնագույն շինություններ, որոնց շրջակայքում ապրող տեղացիները, հնդիկները, չեն թողնում ուսումնասիրել դրանք։ Գնանք Կենտրոնական Ամերիկա։ Մեքսիկայի Յուկատան թերակղզում կա հնագույն քաղաքակրթության մի օջախ, որը կոչվում է Չիչեն Իցա։ Շատերը եք լսել դրա մասին։ Տաճարը բացահայտորեն ծառայել է աստղագիտական և պաշտամունքային նպատակների։ 2009 թվականին, երբ մենք այցելեցինք այդ տաճարը, նրա կողքից գտել էին մի շատ հին միջանցք, նեղ թունելի նման միջանցք, որ տանում էր դեպի տաճարի գագաթը, բայց ներսից։ Ամենավերջում կար մի փոքր տարածք, սենյական նման տարածք, ուր բարեբախտաբար պահպանվել էին երկու արձաններ, մեկը հովազ էր հիշեցնում, իսկ մյուսը ուներ մի վերացական աստծո կերպար։ Հետաքրքիրն այն է, որ
Չիչեն Իցայի տակ նախկինում եղել են եւս երկու ավելի փոքր տաճարներ։ Դրանք կառուցվել են մեկը մյուսի վրա։ Այս սովույթը մենք հետո կտեսնենք Հարավային Ամերիկայում, որտեղ իսպանացիները իրենց քրիստոնեական տաճարները կկառուցեն հների վրա։ Նույն բանը տեսնում ենք Մերձավոր Արևելքում եւ Հայաստանում։ Հարավային Մեքսիկայի Սան Լորենզո, Լավենտա, Տրեզապոտիս քաղաքների մոտ 1862 թվականից ի վեր գտել են բազմաթիվ հնագույն անբացատրելի մշակույթի կոթողներ։ Դրանց մեջ առանձնանում են վիթխարի մարդկային գլուխները, որոնց բարձրությունը հասնում է 180 սանտիմետրի, այսինքն 6 ոտք։ Դա ներկա նորմալ բարձրահասակ մարդու բարձրություն է։ Միայն գլուխը։ Իսկ դրանց քաշը 5-ից 6 տոննա է։ Այդ գլուխների կերտողները իրենցից հետո թողել են բազմաթիվ զենքի տեսակներ։ Գիտնականները ենթադրում են, որ նրանք մշտական պատերազմի մեջ են եղել իրենց հարևանների հետ։ Սրանց անվանել են օմեկ մշակույթ։ Հնագետները չեն կարողանում բացատրել, թե գլուխների հեղինակները ինչպես են նրանք տեղափոխել, կերտել, մշակել եւ տեղադրել։ Դրանց բոլորի դեմքերը տարբեր են։ Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ ազտեկներին վերագրվող մշակույթի հիմնադիրները օմեկ մշակույթի ստեղծողներն են։ Մեքսիկայի տարածքում տասնյակներով հնագույն քաղաքակրթությունների պատկանող տաճարներ կան։ Նրանց կառուցողները լրջորեն զբաղվել են տիեզերքի ուսումնասիրությամբ։ Դժբախտաբար այդ ամբողջ հնագույն մշակույթը այժմ վերագրում են տեղաբնակ հետամնաց մայա ժողովրդին։ Եթե երբևէ ճամփորդեք կենտրոնական Մեքսիկա եւ այդ մայաներին շփվեք, նոր կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Դա նրանց խելքի բանը չէր։ Կենտրոնական Ամերիկայի Գվատեմալա երկրում կա մի հնագույն բրգաձև տաճար, որը կոչվում է El Mirador, անգլերենով lookout, հայերեն դիտակետ։ Այդ տաճարի կողքը կանգնած է 72 մետր բարձրությամբ մի բուրգ տաճար, Լադանտա անունով։ Այդ ջունգլիներում կորած հարյուրավոր տաճարներ կան։ Գվատեմալայից հարավ ընկած է Կոլոմբիա երկիրը։ Այստեղ նույնպես ջունգլիների մեջ մեծ մասը հետազոտված չէ։ Վերջին տարիներին գետի երկայնքով ժայռերի վրա կիլոմետրեր ձգվող նկարներ են հայտնաբերվել, որոնք հազարավոր տարիների հնություն ունեն։ Ամերիկացիք զարմացել են, ասում են, ինչպես կարելի է մարդիկ հազարավոր տարիներ առաջ ժայռի վրա երեք տարածքային, այսինքն three-dimensional ասում են, երեք տարածքային նկար նկարել ժայռի վրա։ Այն էլ իբր թե վայրենի ժողովուրդներն են դա արել, որը իհարկե շատ կասկածելի է։ Հարավային Ամերիկայի Բոլիվիա երկրի Տիտիկակա լճի մոտ 3850 մետր ծովի մակերևույթից բարձր բարձրության վրա 1910 թվականին ճանապարհորդ հետազոտող Արթուր Պոզնանսկին հայտնվեց մի հնագույն տաճարի առաջ, որը տեղացիները անվանում էին Տիվանակու։ Այս Պոզնանսկու կարծիքով այն կառուցվել էր 11-ից 17 հազար տարի առաջ։ Բոլիվիայում կա մի ուրիշ հնավայր, որը կոչվում է Պումապունկու։ Այնտեղ նույնպես առկա են անբացատրելի հնագույն ժամանակների ոճով կառուցված պատեր, դռներ, գլուխներ։ Այնտեղ կա մի իսկական քարի դուռ, որը կշռում է մի քանի տոննա, բայց գլխի վար շուռ է եկած։ Այն կարող է շուռ տալ միայն բնական մի ահավոր ուժեղ երևույթ։ Բոլիվիայից արևմուտք աշխարհառչակ Պերու երկիրն է։ Իր Մաչու Պիչու հնավայր քաղաքով, որի կառուցողների մասին ոչինչ հայտնի չէ։ Այն գտնվում է մայրաքաղաք Կուսկոյից 2 կիլոմետր հյուսիս 2430 մետր բարձրության վրա։ Այն ծառայել է պաշտամունքային նպատակների համար։ Մարդիկ մինչև օրս դժվարությամբ են բարձրանում այդ քաղաքը, բայց հազարավոր տարիներ առաջ, չգիտես ինչպես, ով եւ ինչու 100-ից 140 տոննա կշռող քարերը
տարել, անել, բարձրացրել, տաշել եւ տեղադրել են այդ բարդության վրա։ Եվ անթերի են տեղադրել միջայլոց այդ Պերուի պատիկարերը բոլորիդ է հայտնի, հավանաբար շատ է տեսած կլինեք։ Եվ մարդիկ մինչև այսօր զարմացած են, թե ով ինչպես կարող է այդ քարերը իրար վրա շահել։ Քիչ հետո նմանատիպ քարեր կտեսնենք Հայաստանում։ Այդ շրջանի վերջի բնակիչները կոչվում էին ինկաներ, այդպիսի այդ վերջի բնակիչներն են։ Բայց նրանց շատ դառը ճակատագիր էր սպասում եվրոպացիների կողմից։ 1521 թվականին իսպանացի կոնկիստադոր նվաճող Կորտեսը երբ մտավ Ազտեկների երկիրը, այսօրվա Մեքսիկան, տեղացիները նրան դիմավորեցին ենթադրելով, թե իրենց նախկինում սպասված սպիտակ աստվածները վերադարձել են եւ ինչ ունեն տվեցին Կորտեսին։ Դա նրան չբավարարեց, նա որոշեց շարունակել ճանապարհը դեպի Հարավային Ամերիկա եւ թալանել որքան հնարավոր է ավելի շատ, եւ այդ միամիտ տեղացիները նրան ասել են, որ դեպի Հարավային Ամերիկա ճանապարհով եթե գնանք, այնտեղ կա ոսկե քաղաք Էլդորադո։ Կորտեսը իր վստահելի օգնական Ֆրանցիսկո Պիզարոին ուղարկեց Հարավային Ամերիկա։ Սա իր զինվորներով հազարավոր կիլոմետր ձգվող սալահատակ ճանապարհով հասավ կենտրոնական մասը, Հարավային Ամերիկայի կենտրոնական մասը։ Հետո վերջը նա հասավ ինկաների երկիրը, գրավեց այդ տարածքը, թալանեց ինկաների թագավորին, հետո նրան սպանեց։ Տեղափոխվենք Խաղաղօվկիանոս։ Այսօրվա Չիլիից 3500 կիլոմետր արևմուտք կա մի կղզի, որը կոչվում է Զատիկի կղզի, Easter Island անգլերենով։ Այնտեղ անհայտ ժամանակներում կառուցվել են մոտ 1000 հատ հասնող մարդու կերպարանքով հսկա արձաններ, ոչ ոք չգիտի թե ինչու բոլորը նայում են նույն ուղղությամբ։ Նրանք կշռում են 70-ից 80 տոննա ամեն մեկը։ Ըստ տեղաբնակների դրանք իրենց նախնիների աստվածներն են։ Այդ արձանները դարերի ընթացքում կիսով չափ թաղվել են հողի եւ կեղտի մեջ։ Այսինքն կեսն է երևում։ Հիմա մաքրում են, մի քանի հատ մաքրել են, ամբողջ հասակով բացվել են։ Ամերիկայի եւ Աֆրիկայի միջև կա մի հսկայական օվկիանոս, որը կոչվում է Ատլանտյան օվկիանոս։ Որտեղից է գալիս այս անունը։ Ըստ ամերիկացի պայծառատես Էդգար Քեյսի պատմածի, հազարավոր տարիներ առաջ այդ օվկիանոսի մեջ եղել է մի մեծ ցամաք, որի վրա քաղաքակրթություն եւ շատ բարձր մարդկային մակարդակի գիտելիք են բերել լումերիացիները։ Մեր թվագրությունից առաջ 352, ոմանք ասում են 360 թվականին մեր թվագրությունից առաջ հույն պատմագիր Պլատոնը գրել է, որ Ատլանտիսը գտնվում էր Հերակլեսի սյուներից այն կողմ, այսինքն այսօրվա Ջիբրալթարի նեղուցից դեպի արևմուտք։ Եվ նրա բնակիչները կես աստված եւ կես մարդ են եղել։ Նրանք շատ ուժեղ ծովային տերություն էին։ Հետաքրքիրն այն է, որ մեծ աղետի հետևանքով նրանց երկիրը սուզվել է ջրի տակ, իսկ մարդիկ էլ ցրվել են դեպի ուրիշ երկրներ, ավելի չոր ցամաք երկրներ, այդ թվում նաև Եգիպտոս։ Այս թեմայով բազմաթիվ գրքեր կան գրված։ Իրականում Պլատոնը Ատլանտիսի պատմությունը լսել էր Սոկրատեսից, նա էլ իր հերթին լսել էր Սուչիս անունով մի եգիպտացի քուրմից։ Այստեղ ստիպված եմ ասել, որ հույները ինչ որ վերագրվում է հույներին, հետո նույնիսկ կանդրադառնամ այս կետին, բայց հիմա ուղղակի միջալոց ասեմ, այն ամեն ինչ որ վերագրվում է հույներին, նրանք բոլորը կամ տարել են կենտրոնական Փոքր Ասիայից, Միջագետքից, կամ հայկական լեռնաշխարհից, կամ Եգիպտոսից։ Հիմնականում մաթեմատիկա գիտություն, աստղագիտություն նրանք տարան Եգիպտոսից յուրացրեցին եւ ամբողջ աշխարհին վաճառեցին որպես իրենցը։ Այս մասին քիչ հետո էլի կվերադառնամ։ Այդ համաշխարհային աղետի հետևանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է մոտ 120 մետր, 400 ոտք։ Այս մասին քիչ հետո խոսենք։ Հիմա նշեմ մի ուրիշ տարօրինակ առեղծվածի մասին։ Շատ է խոսվել եւ գրվել այն մասին, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի առաջնորդ Հիտլերը հատուկ արշավախումբ է ուղարկել հարավային բևեռ Ատլանտիկա,
Պատերազմից հետո նույնը արել են Միացյալ Նահանգները։ Սակայն ամերիկյան ռազմանավերը ծովային մարտի մեջ են մտել ինչ որ այն հայտ ուժերի հետ եւ մեծ վնասներ կրելով վերադարձել են, փախել են։ 1946-47 թվականների այդ երկու էքսպեդիցիաները ղեկավարել է ադմիրալ Ռիչարդ Բյուրդը։ Այդ ձախողված ճամփորդությանը նվիրված փաստագրական ֆիլմը 1948 թվականին արժանացավ Academy Award-ի։ Թե Հիտլերի, թե ԱՄՆ-ի կառավարության հետաքրքրությունը Անտարկտիկայով գալիս է նրանից, որ 1929 թվականին Կոստանդնուպոլսի Թոփքափի պալատի թանգարանում գտնվել էր մի քարտեզ, որի վրա հատուկ եւ հստակ նշված էր, որ Անտարկտիկայի մի մասը չոր ցամաք է եղել։ Ամբողջովին ծածկված չէ եղել սառույցով։ Այս քարտեզը ի սկզբանե եղել է Ալեքսանդրիայի թանգարանում։ Նոր ինչպես նշեցի, Եգիպտոսից է եկել ամեն ինչ։ Ուրեմն 391 թվականին այնտեղի կաթոլիկ քահանա Թեոֆիլոսը, հավանաբար լսած կլինեք, հրամայեց փողոցում թափառող խաժամուժին հարձակվել Ալեքսանդրիայի գրադարանի վրա, գրավել այն, թալանը եւ այրել։ Այնտեղ 687,000 հնագույն քաղաքակրթությունից մնացած արվեստի եւ գիտության կտորներ կային, պապիրուսներ, գրվածքներ, չգիտեմ, արվեստի գործեր 687,000։ Դրանցից որոշ մասը գրվածքները, գթե գրքերը գողացան կաթոլիկները եւ տարան Հռոմ եւ այնտեղ բանի պապի ներողություն Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի ներքնահարկում ամուր եւ ապահով պահել են։ Իսկ մնացած մասը այրեցին, ոչնչացրեցին նրանց։ Եվ այն ժամանակվա բանի Կոստանդնուպոլսի կայսրը հայտարարեց, որ բոլոր այն գրքերը, որոնք չեն համապատասխանում քրիստոնեությանը, հարկավոր է այրել։ Էլ ինչու եք զարմանում, որ Հիտլերն եկավ ուրիշ գրքեր այրեց։ Այս գիրք այրել է հրեշների համար բան է դարձել երևի, սովորույց է դարձել։ Ուրեմն այդ քարտեզը, որ գտնվում էր Թոփքափի պալատում, հայտնվել էր Կոստանդնուպոլսում այդ այրելու եւ թալանելու ժամանակ, այն պահվել էր ինչ-որ մի թուրք Պիրի Ռիս անունով ծովակալի մոտ, որտեղ այն մնացել էր մինչև 1929 թվականը։ Այդ 1929 թվականին այդ քարտեզը գտել էին, որը նկարված է եղել մագաղաթի վրա։ Դրանից էլ հետո հասկացան, որ ուրեմն Անտարկտիկայի մի մասը եղել է չոր։ Երկիր մոլորակի վրա կան չափազանց շատ չբացատրվող եւ անհասկանալի տեղեր եւ երևույթներ։ Սակայն ձեզ չօգնեցնելու նպատակով կուզենայի միայն նշել շատ հակիրճ եւս մի քանի կառույցների մասին եւ դրանից հետո կանցնեմ մեր հիմնական թեմային։ Ճապոնիայում կա մի մեծ 500 տոննա կշռող քար, որը նավի է նման, Իշի նո Հոդին անունով։ Այն համարվում է 16,000 տարեկան։ Ճապոնիայի ափի մոտ ջրի տակ սուզված Յոնագունի անունով ինչ-որ մի քաղաք կա ջրի տակ։ Հայտնի չէ, թե այն ինչպես է հայտնվել ջրի տակ։ Ռուսաստանի Կարելիա շրջանում, որը նախկին Ֆինլանդիայի մասն էր, կա մի մեծ բլուր, որի վրա կան 1600 տոննա կշռող տաշված քարեր։ Տեղանքը ֆիններեն կոչվում է Վոտորաարա։ Այդ Վոտորաարան թարգմանաբար նշանակում է մեռյալ սար։ Այնտեղ ոչինչ չի աճում։ Մեծ քարը նստած է մի քանի փոքր քարերի վրա։ Ռուսաստանի հարավում Ալթայի շրջանում 1970 թվականին ռուս Դենիսովը անհասկանալի քարայրներ գտավ։ 2013 թվականին էլ ռուս Գենադի Սիդորովը Գորնա Շորիա կոչվող տեղանքում հայտնաբերեց մեծ տաշված ժայռաբեկորներ, որոնք կշռում են մոտ 3000 տոննա։ Դրանք գտնվում են 1200 մետր բարձրության վրա։ Հիմա տեղափոխվենք Եգիպտոս, որի հնագույն շինարարության վարպետությամբ եւ անկրկնելի մշակույթի գործերով հմայված է ողջ մարդկությունը։
Հազարավոր գրքեր են գրվել եւ ֆիլմեր են նկարվել այդ երկրի մասին։ Այսօր ես միայն որոշել եմ մի մեջբերում կատարել Եգիպտոսի պատմագիր եւ Հելիոպոլիս տաճարի քուրմ Մանեթոյի խոսքերից։ Նա ապրել է մեծ թվականից առաջ երրորդ դարի սկզբին, այսինքն 300-ից մինչև 250-ական թվականները։ Նա գրել է հետևյալը. Աստվածները տիրել են Եգիպտոսին 13,000 տարի։ Նրանցից հետո 11,025 տարի տիրել են կիսաստվածները եւ Հորուսի հետևորդները։ Նրանցից հետո սկսվեց մահկանացու թագավորների գահակալությունը, որոնց նա բաժանել է 31 արքայատոհմերի։ Ըստ բոլոր եգիպտագետների կարծիքի, այն սկսվել է մոտավորապես մեր թվականից առաջ մոտ 3150 թվականի շուրջ, ըստ անգլիացի լեզվաբան եւ պատմաբան Վադելի, Եգիպտոսի առաջին թագավոր Մենեսը եկել է Շումերից։ Նրանց, ովքեր հետաքրված են նման թեմաներով, կարող են այս գիրքը ձեռք բերել եւ կարդալ։ Ուրեմն Վադելը իր գիրքը անվանել է Makers of Civilization in Race and History by L.A. Waddell։ Այսօր ես շատ հպանցիկ պետք է խոսեմ Գիզայի 3 բուրգերի մասին։ 25 տարի առաջ Սիդոնայի մի գետաժողովի ժամանակ հայտնի եգիպտագետ եւ ճարտարապետ մասնագիտությամբ Ռոբերտ Բովալը ներկանային ցուցադրեց եւ ապացուցեց, որ 3 մեծ բուրգերի կենտրոնական առանցքը ուղղակի նայում են հայքի համաստեղության գոտու 3 աստղերի։ Մեծ բուրգի մասին շատ է խոսվել։ Միայն հիշեցնեմ, որ նրա մեջ կան մի քանի սրահներ եւ հիմքի տակ թե արքայական, թե թագուհու եւ 2 լուսանցներ, որոնք նայում են մեկը հայկին, հայքի համաստեղությանը, մեկը Սիրիուսին։ Արքայական սրահի տանիքի քարը կշռում է 90 տոննա։ Միայն սրահի տանիքը։ Արքայական սրահի տանիքը, բուրգը կառուցված է 2.5 միլիոն քարերից, որոնցից ամենաթեթևը կշռում է 50 տոննա։ Նրա շինարարության մասին շատ հետաքրքիր բացատրություն ունի ամերիկացի պայծառատես Էդգար Քեյսին։ Էդգար Քեյսի գիրքը, որի մասին խոսեմ քիչ հետո։ Նրանց համար ովքեր չգիտեն թե ով է Էդգար Քեյսին, 2 բառով ասեմ, որ նա ծնվել է 1877 թվականին Քենթակի նահանգում, մեծանահանգների, մահացել է 1945 թվականին Վիրջինիա Բիչ փոքրիկ քաղաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին է։ Նա հայտնի էր որպես sleeping prophet, այսինքն քնած մարգարե։ Նա շատ հետաքրքիր մարդ է եղել։ Աչքերը փակ նստած աթոռին պատմել է ամեն ինչի մասին, թե հնագույն քաղաքակրթություններից, թե մարդկության պատմություններից, թե աղետներից, ամեն ինչի մասին գրել է, այնքան շատ է խոսել քնած վիճակում, այնքան շատ է խոսել, որ իր օգնականները գրել առել եւ մի ամբողջ գրադարան կա այսօր Վիրջինիա Բիչ քաղաքում։ Ես հիմա շատ հակիրճ խոսեմ միայն այն մասին, ինչ վերաբերում է այսօրվա մեր թեմային։ Ըստ նրա պատմածի, ուրեմն նա նորից աթոռին նստած քնած վիճակում պատմում է, ասում է Ռաթա քուրմը եկավ Արարատ երկիրը, որը տարածված էր մեծ լեռան փեշերին։ Սա իրեն բառերն են։ Նա ապրեց այդ երկրի թագավորի որդի Արարտի հետ։ Հարց է ծագում, որտեղից եկավ։ Ապրելով իր երազներով եւ տեսիլքներով, նա հրաման ստացավ մեծ հոգուց, the big spirit, որ գնա այն երկիրը, որը այսօր կոչվում է Եգիպտոս։ Նրան միացան 900 վարպետներ եւ Արարտի գլխավորությամբ գնացին Եգիպտոս եւ վերջնությամբ այն գրավեցին։ Դա տեղի ունեցավ Զոդիակի 6 շրջան առաջ, իր ասելով։
Զոդիակի վեր շրջանում պատկերացրեք որոշ գիտնականներ հաշվում են 2000 տարի, որոշ գիտնականներ հաշվում են 2160 տարի։ Զոդիակի մեկ նշանի երկարությունը դա կախված է երկրի Սիրիուսի պատվի արագությունից, դրա մասին առանց ենք խոսենք, բայց ենթադրենք թե 2100 եթե բազմապատկենք կլի 12000 տարի եւ մի քիչ առաջ։ Քանի որ 6 օր շրջան է դեռ այսօր միջև այսօր չի ավարտվել կամ ավարտվել է, մոտ խոսում ենք 12800-ից 12900 տարի առաջ։ Այս թիվը համընկնում է այն թվականի երբ արևը գարնանը ծագում էր առյուծի համաստեղությունից։ Այսինքն առյուծի համաստեղությունը հետևում է, իսկ արևը մարտի 21-ին, ասենք, ծագում է առյուծի համաստեղության առջևից, որտեղ մենք եթե նայում ենք արևին, համաստեղությունը հետևում է։ Ուրեմն արևը գարնանը ծագում են առյուծի համաստեղության առջևից եւ բոլորին է հայտնի, որ մեծ բուրգի մոտ կառուցված սֆինքսը եղել է առյուծ եւ նայել է արևելք։ Եգիպտացիները այդ դարաշրջանը իրենց լեզվով կոչել են Զեփթեպի, որը նշանակում է նոր ժամանակ կամ ժամանակի սկիզբ։ Այդ ժամանակ ըստ եգիպտացիների հավատամքի երկրի վրա տիրել է սեր եւ համերաշխություն, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, as above, so below։ Երկրի վրայի առյուծը նայել է երկնային առյուծին։ Անցան հազարամյակներ եւ եգիպտացիները մոռացան եւ կորցրեցին իրենց կապը տիեզերքի հետ եւ դժբախտ փարավոնի հրամանով քանդեցին առյուծի դեմքը եւ փոխարինեցին մարդու կերպարանքով։ Անցան նյութի պաշտամունքին, երկրի ամբողջ հարստությունը ոսկի զարդերի եւ դամբարանների վերածեցին եւ թաղեցին գետնի տակ։ Պատիժը շատ երկար չսպասեց։ Նրանց երկիրը գրավեցին եւ թալանեցին հռոմեացիները, հույները, արաբները, թուրքերը եւ այլն։ Եվ այլ տարատեսակ թալանչիներ։ Այստեղ հարկ է նշել, որ Գիզայի բուրգերի մուտքերը փակված են եղել։ Ենթադրություններ կա, որ ջրեղեղից առաջ են փակել, բայց կասկած կա, որ այդ դեպքում ինչու մեծ բուրգի մեջ ջրի կամ ջրային կենդանիների հետքեր կան։ Ուրեմն ջուրը լցվել է նաև բուրգերի մեջ եւ սֆինքսը ենթարկվել է ահավոր ջրի էրոզիայի։ Ուրեմն բարեկամներ, վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ Գիզայի երկրորդ Խաֆրե բուրգը ուսումնասիրող 3 իտալացի գիտնականներ Մայի, Բիանդի եւ Մալանգա անունով գերարդիական հատուկ տեխնիկայի օգնությամբ, որը կոչվում է SAR, Scientific Aperture Radar, կարողացել են հայտնաբերել, որ բուրգի տակ 648 ոտք մոտ 200 մետր խորության մեջ հայտնի չէ թե ովքեր կառուցել են 8 գլանաձև անհասկանալի հորեր։ Նրանց տակ կան 80 մետրի վրա քառակուսի կառույցներ։ Այս ամենը ըստ գիտնականների հասնում է 2 կիլոմետր խորության։ Իհարկե այս լուրերը ունեն հզոր հակառակորդներ եւ կողմնակիցներ։ Ժամանակը ցույց կտա, թե այն ինչով կավարտվի։ Հիշում եք, բոլորս գիտենք, որ մարդկության պատմության մեջ, ընդհանրապես գիտության մեջ ամեն մի նոր գաղափար, ամեն նոր տեսակետ դիմում են սվիններով, հակառակվում են, թշնամանում են, մարդկանց տանջում են։ Հիշեք Ջորդանո Բրունոյի պատմությունը, որը հայտարարեց, որ երկիրն է պատտվում արևի շուրջը, մարդուն կրակի վրա այրեցին Իտալիայում 1600 թվականին։ Բարեկամներ, այս երկարատև զրույցը ես կուզենայի շարունակել այն հարցով, թե ինչ պատահեց երկիր մոլորակի վրա գոյություն ունեցած այն քաղաքակրթությունների հետ, որոնք կային մինչև 11700 տարի առաջ տեղի ունեցած այդ աղետը, թե ինչ աղետ է եղել, հիմա կփորձենք երկու տեսակետներ հայտնել։ Այդ հարցով զբաղվող գիտնականների մեծ մասը եկել է այն համոզման, որ մեզանից 12900 տարի առաջ սկսվել է երկրագնդի սառեցման շրջան, որը կոչվում է Younger Dryas, 12900։ Այս Younger Dryas-ը սառացման շրջանն է։
Այն տևել է մոտ 1200 տարի, մինչև 11700 տարի առաջ։ Ենթադրվում է, որ այդ 11700 եւ 600 թվականների միջև այդ 100 տարվա ընթացքում երկրագնդի է տեղի ունեցել մի ահավոր աղետ։ Կա երկու տեսակետ։ Առաջինն այն է, որ այդ ժամանակ արևի վրա տեղի ունեցել մի սարսափելի ուժգնության պայթյուն եւ դրա հետևանքով երկրի վրա ամեն ինչ տակնու վրա է եղել։ Սա շատ հավանական տեսակետ է, որը բացառել հնարավոր չէ։ Պաշտպանում են, այս տեսակետը պաշտպանում են երկրաբանները, հատկապես Ռոբերտ Շոկը, ամերիկացի։ Կամ մի երկրորդ կարծիք, դա այն է, որ երկրագունդը հազարավոր տարիների ընթացքում պարբերաբար ենթարկվել է երկնաքարերի ռմբակոծման, ասուպներ, մետեորիտներ։ Բանն այն է, որ Մարս մոլորակից այն կողմ, մեզանից հեռու, արևի շուրջ ուղեծրով կամ մի այսպես կոչված asteroid belt, ենթադրվում է, որ միլիոնավոր տարիներ առաջ իջում մի շատ մեծ մոլորակ պայթել է եւ առաջացել է կտոր հազարավոր միլիոնավոր կտորները, որոնք դա առաջացրել են գոտի, որոնք ուղեծիր են ստեղծել եւ Մարսի նման, Մարսից հետո պտտվում են արևի շուրջը։ Ուրեմն որպեսի այն շատ տարօրինակ չթվա, ասեմ, որ միայն Միացյալ Նահանգների հյուսիսային եւ հարավային Կարոլինա նահանգներում հազարավոր այդպիսի երկնաքարերի խփած փոսեր կան, կրատերներ, craters։ Ուրեմն այդ հետքերը կան իհարկե եւ հիշեցնեմ ձեզ Տունգուսկայի մետեորիտը, որ 1908 թվականին է խփել այդ երկնաքարը երկրագնդին։ Այնպես որ սա նոր բան չէ, տարօրինակ չէ։ Ուրեմն այս երկրորդ տեսակետի հետևորդները պնդում են, որ երբ 11700 տարի առաջ մի շատ մեծ երկնաքեր, մի հատ կամ մի քանի հատ հարվածել են երկրին, տեղի ունեցել մի ահավոր աղետ, բայց Արատես Էդգար Քեսին իր սեանսներից մեկի ժամանակ խոսել այդ մասին եւ ասել է, որ այդ հարվածի հետևանքով Ատլանտիս կոչվող երկիրը սուզվել է ջրի տակ եւ նրա բնակիչները հեռացել են ուրիշ ցամաք երկրներ։ Այս թեմայով զբաղվող գիտնականներն ու հետազոտողները եկել են այն եզրակացության, որ Ատլանտիսը հզոր աղետի է ենթարկվել առաջին անգամ մոտ 50,000 տարի առաջ, երկրորդ անգամ մոտ 28,000 տարի առաջ, իսկ վերջին կործանարար հարվածը այն ստացել է մոտ այդ 11700 տարի առաջ։ Բարեկամներ, այստեղ ես պետք է դատա վերցնեմ իր առաջին մասը այստեղ կավարտեմ եւ դուք էլ կհանգստանաք, հետո եթե ուզենաք շարունակել, որը վերաբերվելու է արդեն մեր շրջաններին, Արևմտյան Հայաստանին, Վանա լճի շրջակայքին, դուք արդեն կարող եք նայել երկրորդ մասում։ Շնորհակալություն։